Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, Գյումրիում, Արտիկում եւ այլ համայնքներում։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանը համակիրների հետ շրջել է փողոցներով, քաղաքացիներին բաժանել քարոզչական նյութեր եւ կոչ արել մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Քաղաքական ուժն ընտրություններին մասնակցում է քվեաթերթիկի 4-րդ համարով։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 84 թեկնածու։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունը լինելու է այն անջրպետը, որը բաժանելու է հետխորհրդային Հայաստանի եւ զարգացող Հայաստանի միջև պատմական հարացույցը։ Եվ այս առումով մենք պետք է գիտակցենք, որ հին ուժերով եւ ներկայիս առայժմ գործող քաղաքական իշխանությամբ հերրու չենք կարող ընթանալ։ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վարի իրատեսական եւ պրագմատիկ արտաքին քաղաքականություն։ Նրա խոսքով անհրաժեշտ է Եվրամիության պետությունների հետ հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի, Թուրքիայի հետ ձևավորել բարիդրացիական հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ հասնել հավասարակշռված հարաբերությունների։ Հաջող է, որ դուք սկսեցիք այդ պրոցեսները, շատ լավ կերնորա դուք սկականից կակ։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունն ընտրություններին մասնակցում է, գործը ծնում է ուժ, ուժն իրավունք եւ խաղաղությունը շքեղություն է, այն կարող են վայելել միայն ուժեղները կարգախոսներով։ Կուսակցությունում հայտնում են, որ իրենց նպատակը հին քաղաքական մոդելից դեպի զարգացող Հայաստանի օրակարգ անցումն է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։